ես ամեն կիրակի համարյա մասնակցում եմ պատարակների, իսկ այս վերջի երկու կիրակին արդեն հենց այս վանքում Տեր Արամի մատուցած պատարակին բոլորիս հայտնի պատճառներով եւ ասեմ ավելին շարունակելու եմ մասնակցել այնքան ժամանակ, մինչեւ մենք կարողանանք բոլորս միասին մեր Սուրբ Մայրաթորը ազատենք այն մարդուց, ով այսօր կաթողիկոսի անվան տակ փորձում է քաղաքական գործունեություն ծավալել, փորձում է ահաբեկչական գործողություններ գլխավորել եւ օրհնել, ես միշտ ասում եմ, խոսում եմ սրա մասին, այնքան ժամանակ ենք մենք բոլորս հավատացյալ հայ ժողովրդով մասնակցելու նմանատիպ իրական հոգևոր նշանակություն ունեցող պատարակների, մինչդեռ մեր Սուրբ Աթոռը ազատագրված չէ եւ ես լինելու եմ միշտ այն մարդկանց կողքին, ովքեր ինձ նման են մտածում եւ ովքեր պատրաստ են մեր սրբությունը հետ վերադարձնելու համար նմանատիպ պատարակների մասնակցել։ Մայրաթորից նշում են, հայտարարում են, որ այս վանքում Տեր Արամի կողմից անցկացվող նման պատարակները սրբապղծություն են։ Սրբապղծություն իրականացնողները, իրական սրբապիղծները, իրական հոգևոր արժեքներ ներկայացնող պատարակին եւ մնացած հոգևոր դրսևորումներին չեն կարող որակել սրբապղծություն։ Ես առիթ ունեցել եմ խոսելու այս մասին, Տեր Արամը կարգալույց եղած չէ, որովհետեւ կարգալույց եղած անձը չի կարող որևէ մեկին կարգալույց անել։ Սա նախ հանուն եկեղեցու է արվում, եկեղեցու դեմ որևէ բան չի արվում։ Հանուն եկեղեցու է արվում, այն ինչ որ օրինակ այս պատարակը նույնպես երբ որ այսօր մատուցվեց այս եկեղեցում, հանուն եկեղեցու է, ինչպես պետք է հանգուցալուծվի։ Ես պետք է ուղղակի հույս հայտնեմ, որ բոլոր այն հոգևորականները, բոլոր այն բարձրաստիճան հոգևորականները, ովքեր որ գոնե իրենց ներսում մի փոքր հոգևոր արժեքներ ունեն եւ իրենք ստեղծում են խնդիրներ եկեղեցու ներսում, իրենք պետք է հետևություններ անեն եւ հեռանան եկեղեցուց։ Ես հաճախ եմ այցելում եկեղեցիներ, հայաստանյան բոլոր եկեղեցիներում փորձում եմ լինել, երբ որ հնարավոր է մասնակցել պատարակների հետ ժամանակ, եթե չէ, թեկուզ առանց պատարակի առիթի մասնակցել եկեղեցիներում, եւ դրանով պայմանավորված նաև եկել եմ եկեղեցի այցելել, այնպես որ սա կարծում եմ Աստծուն հավատացող ցանկացած մարդու համար բնական երևույթ։ Դուք մեր քաղաքացիների, մեր ժողովրդի կոնսոլիդացիան այս հարցի շուրջ տեսնում եք արդյոք։ Վստահաբար տեսնում եմ կոնսոլիդացիա, տեսնում եմ, որ քաղաքացիները, հավատացյալները համախմբվում են այս հարցի շուրջ եւ այսօրվա բազմամարդությունը նաեւ այստեղ դրա բառապացույցն է։ Որ ասեմ միայն պատարակի համար եմ հասել Հովանավանք, բնականաբար չեն հավատա ինձ լսողները, բացի պատարակը, որը առաջնային տեղում է, նաեւ կարևոր էր աջակցությունը այն հոգևորականին, որը այսօր հալածվում է, ինչ եթե չի կիսում կաթողիկոս կոչվող անձի քաղաքական հայացքները։ Սա նաև որոշակի աջակցություն է եւ այս հոծ բազմությունը հենց դրա մասին էլ խոսում է։ Ինքս էլ շատ ծանոթներ ունեմ, որոնք կցանկանային գան, բայց հասկանալով, որ հոսքը շատ է լինելու, չեն եկել, հասկանալով, որ գյուղը փոքր եւ շատ մարդ է լինելու, շատերը չեն կարող գալ, բայց դա չի նշանակում, որ կոնսոլիդացիան միայն այստեղ է։ Հարցի շուրջ առհասարակ կոնսոլիդացիան շատ մեծ է, որովհետեւ տասնամյակներով են այն հարցերը, որոնք այսօր բարձրաձայնվում են, տասնամյակներով են եղել հասարակության մեջ եւ դրան որևէ պատասխան չի եղել։ Այսօր էլ բարձր ամբիոններից թույլ տվեք ասել, շատ բարձր ձայներով հարցեր հղվում են դեպի հոգևոր առաջնորդներին, բայց դուք չեք տեսել որևէ պարզաբանում, որովհետև նրանք կարևոր չեն համարում իրենց հոգևոր հոտին եւ չեն կարևորում այդ բաց հարցերը տալ եւ պատասխաններ ստանալ, որովհետև այդ բաց հարցերին որպեսզի պատասխաններ տան, պետք է ներսում ունենան քննարկումներ։ Իսկ եթե ներսում ունենան կարևոր քննարկումները, ակնհայտ է, որ արդեն բախվելու են այն փաստի հետ, որ Կտրիչ Ներսիսյանը չի համապատասխանում իր տված կուսակրոնության ուխտին, հետևաբար չի կարող լինել կաթողիկոս։ Հովանավանքի մասով ես կարծում եմ, որ նաև ես հաշվի առնելով, որ իմ բազմաթիվ գործընկերներ են այստեղ լինելու, այստեղ մասնակցելը պատարակին լավ առիթ է, նախ եւ առաջ հենց պատարակին մասնակցել եւ հոգեվորական
այս միջավայրին առնչվել եւ մոմվառել եկեղեցում, ինչը քիչ առաջ արեցինք եւ նաեւ քանի որ բազմաթիվ գործընկերներ կան, այստեղ կարողանում ենք հանդիպել, մի քանի զրույցներ ունենալ։ Եկեղեցում բարձր հոգևորականության, բարձր աշճանակարգ ունեցող հոգևորականների մեջ կան բազմաթիվ խնդիրներ, բոլորս դա գիտենք, ես կարծում եմ պետք է ժողովրդի հետ առնվազն անմեղ լինել եւ ժողովուրդն էլ դա բնական անկեղծ լինել եւ ժողովուրդն էլ դա հասկանում է, որ շատ խնդիրներ ունի այսօր եկեղեցին եւ մենք բոլորս պետք է նորոգենք եւ մորմոքենք եկեղեցու այդ վերքերը եւ բոլորս եթե ցանկանում ենք հոգևոր ունենալ հոգևոր հանգստություն, հոգևոր ճիշտ եւ առաքինի կյանք, բնականաբար հետևենք այդ խորհրդին եւ հետևենք այդ քայլերին եւ շարունակենք հավատալ Աստծուն եւ ազգովի միանալ, ոչ թե ասեցի օրինակը ձեզ բերեցի 4 տարբեր աթորանիստեր կան, 4 տարբեր եկեղեցիներ կան, ամեն մեկը ըստ երևույթին փաստացի իր շահն է առաջ տանում, հա, այդ խնդիրների մասին ոչ մեկը տեղյակ չեք, ոչ մեկը չգիտեք ու ոչ մեկի մասին չեք խոսում։